Որքան էլ սմարթֆոնից օգտվելու գայթակղությունը մեծ լինի, միևնույնն է, երիտասարդները գիտակցում են դրա հնարավոր վտանգները։ Օրական որքան ժամանակ եք հեռախոսում անցկացնում։ Սոցցանցերից երևի կես ժամ հեռախոսի մեջ վեճեմ, որովհետև տնային եմ անում հեռախոսը։ Իսկ գիտեք հնարավոր ռիսկերը, վտանգները հեռախոսից այդքան օգտվելու։ Միանշանակ գիտեմ, որ դոպամինի խնդիր է լինում, որովհետև անդադար կարճամետրաժ տեսահոլովակներ դիտելուց դոպամինը արտադրվում է ու մնացած օրվա պաշարը սպառվում է։ Նաև գիտեմ, որ ակտիվությունը, ֆիզիկական ակտիվությունն է վնասում, եթե ամբողջ օրը նստած ես լինում։ Հիմնականում մոտ 3-ից 4 ժամ, որովհետև օրը զբաղված է, այնտեղ պարապմունքներ ու հիմնականում զբոսնում ենք դրսում։ Իսկ դուք ինչ կասեք։ Ես մոտավոր 2-ից 3 ժամ եմ անցկացնում, քանի որ տանրաբեռնված եմ պարապմունքներով եւ իրականում այդ 2-ից 3 ժամն էլ ինձ թվում է ունի իր վտանգը մեր աչքերի, մեր տեսողության համար, դրանք շատ վտանգավոր են։ Օրական որքան ժամանակ ես անցկացնում հեռախոսում։ 15 րոպե։ 15 րոպե։ Իսկ գիտես ինչով է պայմանավորված, որ օրինակ տանեցիները թույլ չեն տալիս երկար ժամանակ օգտագործես։ Ինչ խնդիրներ կարող են։ Աչքերի վնաս կլինի։ Երիտասարդների զգալի մասը նշում է, սմարթֆոնից օգտվում է ժամանակակից միջավայրով պայմանավորված դասեր, կրթական ծրագրեր։ Օրական որքան ժամանակ եք հեռախոսում անցկացնում։ Հեսա նայեմ։ Իսկ հիմա շատ, որովհետև ես վերջերս շատ ենք քննությունների ենք, դասից չեն գալիս։ 5 ժամ մոտավոր, միջինում 5-ից 6 ժամ։ Իսկ վնասների մասին երկար օգտագործման ինչ խնդիրներ կարող է հանգեցնել։ Ճիշտ ասած, հələ որ խնդիր չի առաջացել։ Ես իմ տես մի 4-5 ժամ։ Իսկ գիտեք հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։ Հա, Ինչ կարող է դիտել։ ես կարող լավ չեղնեն։ Տարեցները գիտակցում են վտանգներն ու փորձում հեռու պահել երիտասարդներին։ Որքան ժամանակ եք հեռախոսում անցկացնում օրական։ Շատ քիչ։ Հեռախոսում շատ քիչ լուրերն եմ նայում, ինչ նորություններ կա եւ ինտելեկտուալ խաղ, ասենք բառախաղ։ Իսկ հետաքրքիր են հնարավոր ռիսկերը, որ հնարավոր է լինեն հեռախոսը երկար օգտագործելից։ Հանդիպել եք կամ ձեր շրջապատում, թեկուզ երիտասարդների շրջանում ինչ կա, հասարակ ոնց են արձագանքում։ Դե երկար չի կարելի, բոլորն էլ գիտեն, երկար չի կարելի հեռախոսի մեջ մնալ։ Մեր տան էլ կան, որ շատ են մնում հեռախոսի մեջ։ Թույլ չեմ տալիս, աշխատում եմ թույլ չտալ, բայց մեկա չեն լսում, իրանց ձգտում է, քաշում է, կախվածություն կա։ Ես գում եմ, որ ես չեմ կարողանում իրանց վրա, բայց գիտեմ, հետևանքները լավ չեն։ Չնայած բոլոր մտահոգություններին, հարցվածների մեծ մասը չի կարծում, թե հնարավոր է ամբողջությամբ հրաժարվել սմարթֆոններից։ Փոխարենը նրանք կարևորում են հավասարակշռված օգտագործումը եւ թվային սովորությունների վերահսկումը։